Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախընտրական ժամանակահատվածում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ նրա շահերը սպասարկող ուժային եւ իրավապահ մարմինները հիշել են օրենքի մասին։ Միառժամանակ առաջ տեղեկություն անցավ առայն, որ գողական համայնքը դեմ է Նիկոլ Փաշինյանին եւ նրանց ղեկավարը հրահանգել է գողական ենթամշակույթի ներկայացուցիչներին Նիկոլին ձայն չտալ, ինչի կապակցությամբ իրավապահ մարմինները նախաձեռնել են հետաքննություն։ Բավականին ողջունելի քայլ է, որովհետեւ օրենքը ենթակա է հարգանքի եւ պաշտպանման։ Բոլորս պետք է ենթարկվենք օրենքին, առաջնորդվենք օրենքով եւ այստեղ ամենակարևորը ակնկալենք, որ մեր նկատմամբ կվերաբերվեն օրենքի սահմաններում։ Սակայն եկեք վերլուծենք, թե ինչպես են պաշտպանում օրենքը նույն այն մարդիկ, որոնք հիշում են օրենքի մասին, երբ գործը հասնում է եւ կպնում է նրանց շահերին։ Ինչպես բոլորիս հայտնի է, Նիկոլ Փաշինյանը արդեն քանի ամիս է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, բակից բակ, դռնից դուռ ընկած իր քարոզարշավն է տանում։ Թուքումուր ուտելով, անպատվության ենթարկվելով, տհաճ հարցեր տալով եւ ոչ ադեկվատ պատասխաններ տալով Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ նա ժողովրդավար է, որ նա ժողովրդի կողքին է եւ նա արժանի է եւս մեկ անգամ դառնալ երկրի վարչապետ, որակի մասին չենք խոսում։ Եվ այսպես, ինչպես է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրահավաքները եւ ինչ դերակատարություն ունի այս գործում օրենքը եւ նրա պաշտպանությունը։ Իհարկե ակնկալելի է, որ Փաշինյանը եւ նրա թիմակիցները իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու են իրենց ենթակայության տակ գտնվող admin ռեսուրսը։ Դա վատ է, բայց ակնկալելի է։ Սակայն երբ որ դա արվում է օրենքի խախտմամբ, այստեղ մենք ունենք հարցեր։ Օրինակ, Արման Թաթոյանը հրապարակում է ձայնագրություն, համաձայն որի Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենը, որը պարտադրում է քոլեջի դասախոսակազմին գործերը թողել եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Կրկնում եմ, դա աշխատանքային եւ ուսումնական ժամերին, այսինքն այն ժամերին, երբ որ դասախոսը պետք է լինի լսարանում, այլ ոչ թե հրապարակում Նիկոլ Փաշինյանի բարբաջանքը լսելու եւ ստերին հավատալու։ Նույն պատմությունը մենք տեսանք Բերքաբեր գյուղից, երբ որ գյուղից եւ դասատուներին եւ աշակերտներին բերել են ապարան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Նույն պատմությունը մենք ունենք ապարանի միջնակարգ դպրոցներում, երբ աշակերտները սովորելու փոխարեն դրոշակները ձեռքը պետք է կանգնեն Նիկոլ Փաշինյան ողջունեն։ Հիմա հարց, քննչական կոմիտե, ներքին գործերի նախարարություն, ալո, օրենք է խախտվում, եւ օրենքը խախտում է նախարարությունը, կրթության նախարարությունը, որը հրահանգված ՔՊ-ի կողմից, որը հրահանգ է իջեցնում տեղական մարզային ղեկավարությունը, որը իր հերթին հրահանգում է դպրոցների եւ քոլեջների տնօրեններին, դադարեցնել ուսումնական process-ը, որ մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, որ ցույց տան, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դատարկ հրապարակում է բարբաջում, այլ կան մարդիկ, որոնք նրան ողջունում են դրոշակներով։ Հիմա հարց, ինչի այդ հարցի կապակցությամբ հետախուզություն չի ձեռնարկվել։ Ինչու է Ժաննա Ալեքսանյանը մինչ այսօր չի ենթարկվել համապատասխան պատասխանատվության, կներեք տավտոլոգիայի համար, որովհետև պատվիրատուն կրթության նախարարն եւ առանց կրթության նախարարի
ուղիղ հրահանգի եւ պարտադրանքի նման բան հնարավոր չէր։ Եվ ես այստեղ ձեզ ուզում եմ հիշեցնել մի շատ կարևոր եւ մոռացված բան։ 2020 թվականներ կարծեմ, երբ որ արդեն Արցախի պատերազմը 44-օրյա պատերազմը եկել էր իր տխրահռչակ ավարտին, երբ որ ուսանողները դուրս էին գալիս փողոց, Փաշինյանը ասենց չհամարցակվեք կրթությունը խառնել քաղաքականության մեջ, չհամարցակվեք ուսանողներին օգտագործել ձեր քաղաքական շահերին։ Դա նա ասում էր ընդդիմությանը։ Եվ ուսանողներին ասեցին, ով գնաց հանրահավաքի, նա դուրս է մնալու համալսարանից, հիշում եք։ Ով մասնակցեց ընդդիմադիր շարժմանը, նա քննություն չի ստանա, հիշում եք։ Այսօր երբ որ Փաշինյանին պետք է նրանք ոչ միայն մասնակցում են, այլ նաև պարտադրվում են մասնակցել, ընդհատվում է կրթական process-ը, որովհետև դա պետք է Նիկոլ Փաշինյանին։ Ու ես ինչ որ չլսեցի, որ ինչ որ մի դրվագի վերաբերյալ քրեական հետապնդություն կամ գոնե հետախուզական գործողություններ ձեռնարկվեն։ Հիմա հարց ձեզ դուր է գալիս մի իշխանություն, որը օրենքը օգտագործում է բացառապես իր սեփական, իր անձնական, իր քաղաքական շահերից ելնելով եւ թքած ունի ձեր իրավունքների վրա։ Եվ որ նա համարում է, որ ինչ որ մի բան իրեն կարելի է, իսկ մյուսներին չի կարելի։ Սա բռնապետության ամենավառ եւ ամենացայտուն բնութագիրն է։ Երբ որ իշխող այրին կարելի է ամեն ինչ, իսկ ձեզ, որոնք վստահել են նրանց իրենց անվտանգությունը եւ ապագան, չի կարելի ոչինչ։ Ընտրությունը ձերն է, բայց իմացեք, ում եք ընտրելու եւ ինչ եք ստանալու դրանից հետո։ Մնաք բարով։